Բարի շաբաթ սիրելի ունկնդիրներ, փառքաստո ուրախ եմ այսօր նորից ձեզ հետ լինելու համար և շնորհակալ եմ Աստծուն, որ կյանք տվեց, առողջություն, հնարավորություն տվեց իր ոտքերի մոտ գալ և ուսումնասիրել իր խոսքը և այդպիսով հնարավորություն ստանալ ճանաչելու ճշմարտությունը և փոխելու մեր կյանքը։ Թող Աստված օրհնի մեզ ուսումնասիրությունը և բացի մեր ականջները, աչքերը, սիրտը, հոգին, միտքը, որպեսզի մենք ընկալենք իր ճշմարտությունը, սովորենք իր դասերը և իրագործենք մեր կյանքում։ Հիսուսի անունով, ամեն։ Ուրեմն շարունակում ենք ուսումնասիրել Սաղմոսները, որ Աստվածաշնչի սիրտն է, և այսօր արդեն 5-րդ դասն է, կոչվում է երգել Տիրոջ օրհնությունը օտար երկրում։ Հիշելու համարն է Սաղմոսներ 137:4, Տիրոջ օրհնությունը ինչպես երգենք օտար երկրում։ Ինչ օտար երկիր այստեղ նկատի ունի Սաղմոս 2։ Ուրեմն, երբ որ մենք Սաղմոսների գիրկը կարդում ենք, բացահայտում ենք, որ Սաղմոսները երգում են որտեղ։ Երկնքում, դրախտում, չէ, մեր անկատար աշխարհում, որը լիքն է մեղքով, չարությամբ, տառապանքով ու մահվամբ։ Արարչագործությանը, որը կառավարվում է Աստծո և նրա արդար օրենքների կողմից, մշտապես սպառնում է չարը։ Քանի որ մեղքն ավելի ու ավելի է ապականում աշխարհը, օրեցօր մենք դա տեսնում ենք, երկիրն Աստծո ժողովրդի համար դառնում է օտար երկիր, որտեղ Աստվածաշունչը ասում է, որ մենք երկնային երկրի քաղաքացիներ ենք, ոչ այս երկրի։ Եվ երբ որ մի երկրից գնում ես մի ուրիշ երկիր, քո երկրում լավ է, իսկ ուրիշ երկրում վատ, ինչ է լինում, օտար երկիր է, օտար սովորություններով, օտար օրենքներով, չարությամբ լեցուն։ Եվ ուրեմն այս երկիրը, որ չարությամբ լեցուն է, և մարդկանց մեծամասնությունը լսում է և ենթարկվում է Աստծո հակառակորդին, մեր համար դառնում է օտար երկիր։ Եվ այնուամենայնիվ Սաղմոս երգները այսպիսի աշխարհում լցված չարությամբ և տխրությամբ և վշտով գովասանքի երգեր են երգում Աստծուն, աղոթում են Աստծուն, և այսինքն հնարավոր է նույնիսկ նման երկրում, նման իրավիճակում փառաբանել Աստծուն և աղոթել իրեն և վստահել իրեն։ Ուրեմն այս իրողությունը Սաղմոս 2-ի համար խնդիր է ստեղծում, ինչպես պահպանել հավատը օտար երկրում։ Ինչպես արդեն տեսանք, նրանք ընդունում են Աստծո գերագույն իշխանություն ու զորությունը, ինչպես նաև նրա արդար դատաստանները, և գիտեն, որ Աստված հավիտենական ու անփոփոխ ապաստան և օգնություն է դժվարության և նեղության ժամանակ։ Հետևաբար Սաղմոս երգները երբեմն տարակուսում են, և ով չի տարակուսի, երբ տեսնում են կամ զգում են Աստծո թվացյալ բացակայությունը և չարի բարգավաճումը։ Ասում ենք, Աստված ջան, բա ինչի ասենց, բա ինչի են այս չար մարդիկ չարություն են անում, բայց ծաղկում են։ Որպես աղոթքներ Սաղմոսների պարադոքսալ նշանակում է սովորական պատկերացումներին չհամապատասխանող արտաստովոր բնույթ ակնհայտ է Սաղմոս երգների արձագանքներում Աստծո թվացյալ լռությանը։ Այլ կերպ ասած, Սաղմոս երգներն արձագանքում են ինչպես Աստծո թվացյալ բացակայությանը, այնպես էլ նրա ներկայությանը։ Հիմա կտեսնենք ինչպես։ Կարդանք Սաղմոսներ 74 գլխի 18-22 համարները։
Հապա մտաբերիր այս, որ թշնամին նախատինք է տալիս տիրոջը և հիմար ազգը անարգում է քո անունը։ Քո դադրակի անձը մի մատնիր գազանին, քո աղքատների կյանքը մի մոռացիր ընդմիշտ։ Նայիր քո ուխտին, որովհետև երկրի խավար տեղերը լցված են անօրենության բնակարաններով, այսինքն հիշիր քո ուխտը։ Խեղճը թող հետ չդառնա ամոթով, խեղճն ու աղքատը թող օրհնեն քո անունը։ Վեր կացող Աստված, արա քո դատաստանը, հիշիր այն նախատինքը, որ հիմարն ամեն օր տալիս է քեզ։ Մի մոռացիր քո թշնամիների ձայնը և քո դեմ ոտքի երածների խռովությունը, որ բարձրանում է ամեն ժամանակ։ Եվ նաև Սաղմոսներ 79:5-ից 13 համարները։ Մինչև երբ ով Տեր պիտի միշտ բարկանաս, և քո նախանձը կրակի պես պիտի բորբոքվի։ Թափիր քո բարկությունը այն ազգերի վրա, որ քեզ չեն ճանաչում, և այն թագավորությունների վրա, որոնք չեն տալիս քո անունը, որտեղ նրանք կերան Հակոբին և ավերեցին նրա բնակությունը։ Մի հիշիր մեր առաջվա անօրենությունները, թող քո ողորմությունը շուտով հասնի մեզ, որտեղ մենք շատ տկարացանք, օգնիր մեզ։ Ով մեր փրկության Աստված, քո անվան փառքի համար և փրկիր մեզ, և քավիր մեր մեղքերը քո անվան համար։ Տեսեք, դժվար իրավիճակում չի ասում, բողոքում է Աստծո, ասում եմ մենք արդար ենք, մենք լավն ենք, իսկ դու ինչ ես թույլ տալիս, չէ։ Ասում է, որ օգնիր մեզ քո անվան փառքի համար և փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը քո անվան համար, որտեղ դու ես լավը, ոչ թե մենք։ Դու ես ողորմած, դու ես հավատարիմ քո տված խոստումների։ Ինչու հեթանոսներն ասեն, որտեղ է նրանց Աստվածը։ Քո ծառաների թափված արյան վրեժը թող հայտնվի հեթանոսների մեջ մեր աչքի առջև։ Գերիների հառաչանքը թող հասնի քո առջև։ Քո վազքի մեծությանը ապրեցրու մահվան մատնվածների որդիներին։ 7 նապատիկ հատուցիր մեր դրացիներին իրենց ծոցի մեջ, իրենց այն նախատինքի փոխարեն, որով քեզ անարգեցին, ով Տեր։ Այսինքն Սաղմոս 2 սիրտը ավելի շատ ցավում է նրա համար, որ Աստծուն է անարգում։ Բայց մենք քո ժողովուրդը և քարոզի հոտն ենք, հավիտյան պիտի գոհություն մատուցենք քեզ և քո գովասանքը պիտի պատմենք սերնդեսերուն։ Տեսեք ինչ հույս է այստեղ երևում, այսինքն չնայած մենք այս վիճակում ենք, բայց միևնույնն է, մենք գոհություն պիտի մատուցենք քեզ և քո գովասանքը պիտի պատմենք միշտ սերնդեսերուն։ Սա ինչ է, սա հավատք է։ Ուրեմն Սաղմոս 2-ն ձգտում է հասկանալ Աստծո և չարի ուժերի միջև տեղի ունեցող մեծ պայքարը և նշում է Աստծո անսահման հանդուրժողականությունը, ինչպես նաև նրա անսահման իմաստություն ու զորությունը։ Սաղմոսներում չարի խնդիրը հիմնականում աստվածաբանական է։ Այն անխուսափելիորեն արտացոլում է Աստծուն վերաբերող հարցերը։ Ուստի այս իրավիճակը, որ գտնվում են իրենք, սպառնում է Աստծո անվան, այսինքն Սաղմոս 2-ի հիմնական մտահոգությունը նրանումն է, որ քո անունն է փախարակում Աստված ջան։ Երբ որ քո ժողովրդին, երբ որ քո զավակներին դնում են վատ վիճակի մեջ, առաջինը քո անունն է փախարակում, իհարկե ներողություն է խնդրում, ասում է քավիր մեր մեղքերը, որտեղ մեր մեղքերի պատճառով է սա եղել։ Դա է նա ասում, ոչ թե դու ես դաժան թողել ես մեզ, այլ որտեղ մենք ենք մեղավոր, մենք ենք թողել քո ձեռքը, մենք ենք թողել քո օրենքը, մենք ենք հեռացել քեզանից, դրա համար հայտնվել ենք այս վիճակում, քո անունն էլ խայտարակել ենք վրադիր։ Դրա համար խնդրում է, աղաչում է, որ մեր մեղքերը ներիր, մեզ վերականիր, որպեսզի քո անունը փառավորվի։ Եվ այսօր նույնպես նույն սկզբունքն է,
Մեր մեղքերը, հավատալացությունը ու չարիքները կարող են անարգել ոչ միայն մեզ, այլ որ ավելի վատ է Աստծուն, նմանունը դավանում ենք։ Մեր սխալ գործողությունները կարող են վնասակար հոգևոր ազդեցություն ունենալ նաև մեր վկայության և առաքելության վրա։ Քանի մարդ է շեղվել մեր հավատից Քրիստոսի անունը դավանողների սխալ արարքների պատճառով։ Էլեն Ուայթը դարերի փափակ գրքում Էջ 671-ում գրում է. Աստծո և Քրիստոսի անունը պատվվում և փառաբանվում է նրա ժողովրդի բնավորության կատարելագործմամբ։ Աստված խոստում է տվել, որ եթե մենք ապրենք իր օրենքների համեմատ, ապրենք արդար և ճիշտ, մի ամբողջ ցանկ է տվել խոստումների, թե ինչքան լավ կլինի մեր վիճակը։ Եվ ուրեմն եթե երբ որ մենք ենք խախտում այդ օրենքները, երբ որ մենք ենք հեռանում Աստծո ձեռքը բաց թողնում, այս պատճառով է ամբողջ չարիքները գալիս մեր վրա, եւ որտեղ մենք ճիշտ չենք ներկայացրել Աստծո բնավորությունը, եւ մեր պատճառով փախարակվում է Աստծո անունը։ Կարդանք նաև Սաղմոսներ 41 գլխի 1-ից 4 համարները, 41 1-ից 4 համար։ Երանի նրան, ով հոգ է տանում աղքատի համար։ Նեղության օրը Տերը կփրկի նրան, Տերը նրան կպահի եւ կպահպանի նրա կյանքը, նա երանելի կլինի երկրի վրա եւ նրան չի մատնի իր թշնամիների ցանկությանը։ Ով նա ով հոգ է տանում աղքատի համար նեղության օրը Տերը ասма նրան կփրկի։ Տերը կմխիթարի նրան տկարության անկողնում, դու նրա ամբողջ անկողինը կփոխես իր հիվանդության ժամանակ, այսինքն կլավացնես նրան, կբուժես։ Ես ասացի Տեր ողորմիր ինձ եւ բժշկիր իմ անձը, որովհետեւ նեղանչեցի քո առաջ։ Այսինքն առաջինը Սաղմոս 2-ում խնդրում եմ, որ իր հոգին բժշկի, իր մեղքերը բժշկի, որտեղ մեր հոգևորը եւ ֆիզիկականը շատ կապված է իրար հետ։ Երբ որ մենք հոգևորապես ճիշտ չենք ապրում, տուժում է մեր մարմինը, մեր ֆիզիկականը, որտեղ մեր էմոցիոնալ մեր էմոցիաները շատ կապված են մեր առողջության հետ եւ հակառակ։ Նաև կարդանք 88 3-ից 12։ Որովհետև իմ անձը լցվեց շարիքներով եւ կյանքս մոտեցավ դժոխքին։ Ես հավասարվեցի դժոխքին ռուսերենում եւ այլ թարգմանությունում ասում է գերեզմանին։ Ինչպես գիտենք, միշտ դժոխքը 5 տականշնակում է գերեզման։ Ես հավասարվեցի գերեզմանի շնորհներին, եղա այն մարդու պես, որ էլ ուժ չունի։ Այսինքն Սաղմոս 2-ում վատ վիճակում է։ Թուլացածի պես եմ, մեռելների մեջ, խոցվածների պես եմ, որոնք ընկած են գերեզմանում եւ որոնց այլևս չես հիշում եւ քո ձեռքով դեն են գցված քո աչքից։ Այսինքն թեև կենթանի եմ, բայց շատ վատ վիճակում, կարծես մեռածին եմ արդեն։ Դու ինձ դրեցիր ներքևի փոսում եւ խորտեղերի մեջ, քո ցասումը հաստատվեց ինձ վրա եւ քո ալիքներով նեղացրիր ինձ։ Իմ ծանոթներին հեռացրիր ինձնից եւ ինձ գարշելի դարձրիր նրանց համար, փակված եմ եւ դուրս չեմ գալիս։ Աչքս մթնեց իմ խեղճությունից, Տեր, ամբողջ օրը կանչում եմ քեզ, իմ ձեռքը քեզ եմ պարզում։ Այստեղ տեսնում եք Սաղմոս 2-ում վատ վիճակում է, բայց անգամ մի բառ չի ասում, որ ինչ վատն ես դու, որ ես ես վիճակում եմ։ Դու ես վատը, որ ես ես վիճակում, չէ։ Ուղղակի փաստեր ա նշում, որ իմ վիճակը սենց է, բայց ես գիտեմ ինչի է տենց։ Այսինքն ոչ թե դու ես մեղավոր, այլ ես, իմ արած սխալները, իմ արած մեղքերը։ Աչքս մտնեց իմ խեղճությունից, Տեր, ամբողջ օրը կանչում եմ քեզ, իմ ձեռքը քեզ եմ պարզում։ Միթե մեռելների համար պիտի հրաշքներ անես, միթե մահացածները պիտի վեր կենան եւ գոհանան քեզանից։ Միթե գերեզմանում պիտի պատմեն քո ողորմության մասին եւ քո ճշմարտության մասին կորստյան մեջ։ Միթե խավարի մեջ պիտի ճանաչվեն քո հրաշքները եւ քո արդարությունը մոռացության երկրում, բայց ես քեզ եմ աղաղակում, ով Տեր։
եւ իմ աղոթքը վաղ առավոտից գալիս է դեպի քեզ։ Այսինքն ես, որ դեռ կենթանի եմ։ Ուզում եմ ասի, խնդրում եմ, այո, մեղավոր եմ, բուժիր ինձ, որ ես փառաբան եմ քո անունը, չնայած էլի է փառաբանում։ Նաև կարդանք նույնիսկ այդ վիճակում։ Եվ նաև կարդանք Սաղմոսներ 102:3-ին, որովհետև իմ օրերը ծխի պես վերջացան, եւ իմ ոսկորներն այրվեցին չոր խռիվի պես, սիրտս կոտրվեց եւ ցամաքեց խոտի նման, այնպես որ հաց ուտելս էլ մոռացա, հառաչանքիս ձայնից ոսկորս կպավ մարմնիս, ես նմանվեցի անապատի հավալուսնի, ավերակների բույի պես եղա, անքուն մնացի եւ կտուրի վրա մենակ ծտի նման եղա, ամեն օր իմ թշնամիները նախատում են ինձ եւ ինձ վրա կատաղածները երդվում են իմ դեմ։ Նաև կարդանք այս նույն Սաղմոսի 11, 23, 24 համարները, 11 իմ օրերը երկարացվերի պես են եւ ես չորացա խոտի պես, 23-24 նա ճանապարհիս մեջ թուլացրեց իմ զորությունը եւ կարճացրեց իմ կյանքի օրերը, ես ասացի, ով Աստված իմ, ինձ մի վերցրու իմ կյանքի օրերի կեսին, քո տարիները սերնդից մինչև սերունդ է, այսինքն մահվան շեմին է, բայց խնդրում եմ Աստծուն, որ ողորմա իրեն եւ իր կյանքը երկարացնի։ Հիվանդությունից եւ մահից ազատագրելու այս աղոթքները ցույց են տալիս, որ Աստծո զավակները զերծ չեն այս աշխարհի տառապանքներից։ Եվ այստեղ այս Սաղմոսների մեջ մենք տեսանք, որ Սաղմոս 2 ներկայացնում է իր սարսափելի տառապանքները։ Չի կարողանում ուտել, թառամած է խոտի պես, անզոր է, ասում ուժ չունեմ ընդհանրապես, ասում մեռելի պես եմ, կարծես արդեն գոյություն չունեմ։ Անկերները արդեն նույնիսկ վանվում են իրենից, չեն ուզում էլ իրան տեսնել։ Ով է սիրում գնա նման վիճակում մարդու տեսա, որ մեռելի պես արդեն գույնը թռած, կաշին կպելա ոսկորին։ Ուրեմն նա տառապում է եւ հուսահատ է։ Սաղմոս 2 գիտակցում է այնուամենայնիվ, որ մեղքը կարող է հիվանդություն առաջացնել, ուստի խոսում է այն ներման մասին, որը նախորդում է ապաքինմանը։ Մենք կարդացինք 41 գլխի 3-4 համարներում։ Ինչ է ասում։ 4 համար Տեր ողորմիր ինձ եւ բժշկիր իմ անձը, որտեղ մեղանչեցի քո առաջ։ Այսինքն բժշկումից առաջ լինում է մեղքերի խոստովանություն եւ խնդրում է, որ ներել իրեն։ Իհարկե լինում է ժամանակներ, որ մարդ արդար է ապրում, դրա համար է նրան հալածում։ Բայց այդ ժամանակ էլ պետք է Աստծո վրա հույս դնել եւ երբեք հույսը չկտրել, չասել, որ ես ինչի սենց եղավ, ես արդար եի ապրում, բայց իմ հանդեպ անարդար եմ վարվում, պետք է կանչել Աստծուն եւ Աստված անպայման կպատասխանի։ Նույնիսկ այն ժամանակ, երբ հնչում են ամենավատ գանգատները, ողբն ակնահայտորեն հավատի դրսևորում է, քանի որ եթե Տերը իր գերագույն իշխանությամբ թույլ է տվել նեղություն, նա կարող է նաև վերականգնել իր զավակի բարեկեցությունը։ Ոչ թե եթե մենք մեր հույսը պատկերացնենք, որ մենք մեր հույսը կտրում ենք Աստծուց, նեղանում ենք Աստծուն, Աստված ջան, ես լավն էի, բայց իմ հետ sense բան եղավ։ Եվ հետո դրանից հետո ինչ։ Այս աշխարհում բացի Աստծուց ուրիշ հույս չկա։ Աստծո ալտերնատիվան միայն սատանան է։ Ինչ պիտի շուտ գաք սատանայից խնդրեք առողջություն։ Նա երբեք չի տա ձեզ առողջություն եւ բարեկեցություն։ Երբեք։ Ինքը հակառակ ուրախանում է, որ մարդիկ տառապում են եւ ինքն է այդ տառապանքների հեղինակը, իհարկե Աստծո թույլտվությամբ,
եւ անում է ամեն ինչ, որ մարդկանց հավատքը մարի, հույսը մարի եւ մարդը հուսահատվի եւ թողնի Աստծո ձեռքը։ Ուրեմն հիշենք, էլ ուրիշ աղբյուր չկա, որ կարողանա մեզ օգնել։ Միայն Աստված կարա մեզ օգնի մեր նեղության, հիվանդության, տառապանքի ժամին։ Իրան դիմեք, միշտ իրեն դիմեք, նույնիսկ երբ որ թվում է, թե ինքը լուռ է։ Եվ նույնիսկ գերեզմանի շեմին Սաղմոս 2-ն ինչ է անում, էլի չի հուսահատվում, այլ ինչ է անում, հիշում է Աստծո հրաշքները։ Սերն ու բարությունը, հավատարմություն ու արդարությունը։ Մենք նոր դա կարդացինք, Սաղմոսներ 88, 10-12, ուզում եք նորից կարդամ, 88, 10-12, բայց ու Տեր ասում եմ, միթե մեռելների համար պիտի հրաշքներ ավես, միթե մահացածները վեր կգնան ու կոհանան քեզանից, միթե գերեզմանում պիտի պատմեն քո օրհնության մասին, միթե խավարի մեջ պիտի ճանաչվեն քո հրաշքները, բայց ես քեզ եմ աղաղակում, ով Տեր, եւ իմ աղոթքը վաղ առավոտից գալիս է դեպի քեզ, այսինքն ես իմ հույսը չեմ կտրում։ Ուրեմն մի խոսքով Աստծո կողմից տառապանքներ թույլ տալը, ինչպես նաև մարդուն ազատագրելը նրա գերագույն իշխանության դրսևորումն է։ Այն գիտակցումը, որ Աստված վերահսկում է, հույս է ներշնչում։ Երբեք չկորցնենք մեր հույսը որտեղ։ Հիշենք, որ Աստված վերահսկում է ամեն մի վիճակ։ Մտածեք խաչին գամբած Հիսուսի մասին եւ թե ինչ տառապանքներ կրեց նա մեղքի պատճառով։ Այն իրողությունը, որ Աստված իր դեմս Քրիստոսի յուրաքանչյուրիսս ավելի շատ տառապեց, ինչպես կարող է օգնել պահպանելու մեր հավատը նույնիսկ նեղությունների ու փորձությունների ժամանակ։ Հիսուսը ամենաանմեղ մարդն էր եւ այդքան տառապանք կրեց ինչի համար, որպեսզի մեզ հույս տա, մեզ փրկություն տա։ Ինչպես այն մյուս խաչին գտնվող ավազակը ասեց, այն մյուս ավազակը, որ ասեց, եթե Մեսիան ես, իջի մեզ էլ ստերից փրկի չաթրա, բայց այն մյուս ասեց, չես ամաչում, ինքը անմեղ մարդ է եւ մեզ հավասար պատժվում է։ Մենք ասում այս պատիժը արդար էր մեր համար։ Մենք արժանացել էինք այդ պատժին, բայց ոչ Հիսուսը։ Հիսուսը անմեղ էր։ Ուրեմն, եթե Հիսուսը լուռ ու մունջ կրեց այդ տառապանքները, թեև ինքը մեղավոր չէր, առավել ևս մենք պետք է լուռ ու մունջ, այսինքն խոնարհությամբ տանենք տառապանքները, ոչ թե բողոքենք Աստծուն, թե ինչի այսպես եղավ մեզ հետ։ Մեր խելքից եղավ։ Եվ կարդանք Սաղմոսներ 42:1-3։ Ով Տեր, իմ փրկության, մի րոպե, 42:3, ինչպես եղջերուն է փափագում ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ով Աստված։ Իմ անձը ծարավ է Աստծուն, կենդանի Աստծուն, երբ պիտի գամ եւ երևամ նրա առջև։ Իմ արտասուքը ցերեկ ու գիշեր հաց եղավ ինձ համար, որտեղ ինձ ամեն օր ասում են ուր է քո Աստված։ Այսինքն տեսեք, այս ինքը վատ վիճակում է, ցերեկ ու գիշեր ասում է լացում եմ, բայց բողոքում է Աստծուց, ասում է դու դաժան ես, որ այս իրավիճակում եմ ես, ոչ, ինքը ասում է ես փափագում եմ քեզ, ով Աստված։ Իմ անձը ծարավ է քեզ, կենդանի Աստված, ասում է երբ պիտի գամ ու երևամ քո առջև։ Ինքը ասում է ես կարոտել եմ քեզ, կարոտել եմ քո ներկայությանը։ Սա է գաղտնիքը արագ ապաքինման։ Եվ կարդանք նաև Սաղմոսներ 63:1։ Ով Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում առավոտից, հոգիս ծարավ է քեզ, մարմինս քեզ է ցանկանում այս ցամաք ու ծարավ երկում, որտեղ ջուր չկա։
Այսինքն այս վատ իրավիճակը Սաղմոս 2-ն համեմատում է անապատի հետ, որտեղ վատ վիճակ է, ջուր չկա, անապատ է։ Եվ ասում է, այնքան եմ կարոտել քեզ, այնքան եմ ցանկանում, որ դու վերադառնաս, որտեղ երբ որ մարդ վատ վիճակում է, եւ վատ վիճակը երկար է, դեպի հիվանդություն է կամ ձախորդություն է, եւ քեզ թվում է, թե Աստված քեզ թողել է։ Բայց երբ որ տենց բան է լինում, բողոքելու եւ գանգատվելու փոխարեն հիշենք եւ ասենք Աստծուն, որ մենք կարոտել ենք քեզ, խնդրում ների մեր մեղքերը եւ վերադարձիր դեպի մեզ եւ ամոքիր մեզ եւ բուժիր մեզ եւ հանիր ես դժվարին իրավիճակից։ Նաեւ 69:1-3 Ազատիր ինձ ով Աստված, որտեղ ջրերը մինչև անձս հասան։ Խրվեցի ցեխի մեջ, որ հատակ չունի։ Մտա ջրերի խորտեղը, երբ հորձանքն ինձ կուլ է տալիս։ Հոգնել եմ իմ աղաղակելուց, հոգոտս ցամաքեց, աչքերս նվաղեցին Աստծուն նայելուց։ Այսինքն գիտեմ, որ դեռ չես պատասխան, բայց միևնույն է դու ես իմ հույսը։ Գիտեք, Սաղմոս 2-ի նպատակը ինչ էր, որ ինքը բողոքեր գանգատվի։ Դիք մարդիկ կան հաճույք են ստանում դրանից։ Ոնց որ ասեն, թե երբ պիտի վատ բան լինի, ու սկսեն։ Սենց եղավ, նենց եղավ, բայ, էս ինչ եղավ, բայ, այն ինչ եղավ։ Ոչ թե խնդրի լուծում են ուզում, այլ ուրախանում են, որ խնդրեմ ա լինում եւ կարան իրանց թույնը թափեն այդ խնդրի պատճառով դուրս։ Շատ անգամ երբ որ թարգմանում եւ մարդը նեղված է հայը եւ գնդակոծում է այս մյուս կողմը, չնայած այդ մյուս կողմի հետ կապ չունի այդ խնդրեմը, այսինքն ինքը չի ստեղծել այդ խնդրեմը։ Հիմա այս մյուս կողմը ուզում է լուծի խնդրեմը, ուզում է ասի, սա չի թողում որ խոսա։ Մեն որտեւ իր համար կարևոր չի խնդրեմը լուծվի։ Կարևորը որ ինքը դատի, ինչ որ ասի, դուք եք մեղավոր, դուք եք սենց արել։ Իսկ ինչի ասեց, այդ ինչ հասկանում եք, տարբերությունը դա է։ Դադարենք այդպեսին լինելուց։ Երբ որ խնդրեմը կա, լուծումը փնտրեք, ոչ թե հաճույք ստացեք այդ մունատ գալուց մարդու վրա։ Պետք չի։ Դա խնդրեմ չի լուծի։ Եվ օրինակ վերցնենք Սաղմոս 2-ից։ Այո, ինքը խնդիրները ասում է, բայց ոչ թե գանգատվելով մունատ գալով Աստծո առաջ, ոչ, այլ խնդրում աղաչում է Աստծուն, ասում է, ես գիտեմ, որ ես մեղանչել եմ, դրա համար ժամանակավոր թողել ես ինձ, բայց ես գիտեմ, որ դու ողորմած Աստված ես։ Եվ ես ներում եմ խնդրում եւ խնդրում եմ վերադարձիր իմ մոտ։ Ոչ թե նրա համար, որ ես լավ եմ, այլ որտեղ դու ես լավ, դու ես բարի, դու ես ներող։ Եվ նաև կարդանք Սաղմոսներ 102, 1-7 համարները։ Ով Տեր, լսիր իմ աղոթքը եւ իմ աղաղակը թող հասնի քեզ։ Երեսդ ինձնից մի թաքցրու իմ նեղության օրը, խոնարհիր ականջը դեպի ինձ։ Այն օրը, երբ կանչեմ շուտով, պատասխան տուր ինձ։ Որովհետև իմ օրերը ծխի պես վերջացան եւ իմ ոսկորները այրվեցին չոր խռովի պես։ Սիրտս կոտրվեց եւ ցամաքեց խոտի նման, այնպես որ հաց ուտելս էլ մոռացա։ Հառաչանքիս ձայնից ոսկորս կպավ մարմնիս, ես նմանվեցի անապատի հավալուսնի ավերակների բույի պես եղա, անքուն մնացի եւ կտուրի վրա մենակ ծտի նման եղա։ Տեսեք, ինչպես է նկարագրում իր վիճակը։ Սաղմոս 2-ին անհանգստացնում են ոչ միայն անձնական եւ իր համայնքի տառապանքները, այլև եթե ոչ ավելի Աստծո թվացյալ անուշադրություն իր ծառաների դժվարությունների հանդեպ։ Աստծո բացակայության զգացողությունը նման է ուժեղ ծարավի ցամաք երկրում եւ մահվան տառապանքի։ Գիտեք, ես հիշեցի, որ երբեմն փոքր երեխաները նոր ծնված կամ մի քիչ ավելի մեծ, մի քանի ամսով, հիմնական նոր ծնված, իրանք լացում են, իրանք ծարավ են, բայց դե ինչ իմանան,
ինչից են իրանք նեղվում։ Մայրը պիտի իմանա եւ ջուր տա երեխային, որ ջուրես տալի հանգստանում է։ Բայց այնքան է կենտրոնացած իր լացի վրա այդ երեխան, որ ուզում է ջուրը տալ, չի թողում, լացում է, ձենը գցել է, գլուխը լացում է։ Այսինքն խնդրի լուծումը մոտիկ է, ուզում է մայրը օգնի, բայց ինքը կենտրոնացած է իր նեղության վրա, որտեղ չի գիտի։ Շատ անգամ մեծերը նմանվում են այս փոքրիկ երեխաների։ Իրանք նույնիսկ չեն հասկանում իրենց նեղության պատճառը։ Չեն հասկանում, որ իրանք հեռացած են Աստծուց։ Անապատում են, մեղքի անապատում են, դրա համար այդպես ծարավ են, բայց չեն հասկանում, որ իրանք ծարավ են Աստծուն եւ չեն ուզում մոտիկանալ Աստծուն, այլ մնում են այդ անապատի մեջ, տառապում են եւ բողոքում են, անverջ բողոքում են ու բողոքում են եւ չեն տեսնում Աստծո մեկնված ձեռքը, որ մեկնվել է, որպեսզի իրենց հանե այդ անապատից եւ այդ տանջանքներից։ Մի անգամ մի մարդ զանգել է եւ այդ կինը ընդամենը պիտի ասեր, որ քանի հատ ինչ ժամադրություններ ունի բժիշկների մոտ, քանի հատ ժամադրություն ունի, որ օրը եւ որ ժամին պիտի գնա, եւ այս մարդ իմացավ, որ իր սրտաբանը փոխվել է եւ ասեց բողոքել, ախր չի կարելի զրոյից պիտի սկսել եւ 3 անգամ ասեց նույնը, 3 անգամ թարգմանեցի։ Այս կինը բացատրեց, որ ինքը ընդամենը ինքը չի նշանակում բժիշկներին, ինքը ընդամենը զանգել է, ասել է այդ պարտականությունը, որ պիտի այս ժամադրությունները ունենաս, պիտի գնաս։ Բայց այս մարդը շարունակում է բողոքել։ Եվ այս կինը որոշեց ինչ-որ բանով օգնի։ Ասեց լավ, ձեր չարտը բացեմ, տեսնեմ ով ա եղել ձեր հին բժիշկը սրտաբանը։ Բայց այս մարդը շարունակում է բողոքել։ Եվ ես ուզում եմ թարգմանել, չի թողում, ասում եմ կներեք, այս կինը չարտը բացել եւ հարցնում ով է ձեր հին բժիշկը, որպեսզի մի բանով օգնի, որպեսզի դուք էլի գնաք ձեր հին բժշկի մոտ։ Ինքը ասում է, չէ, մի կռվի իմ հետ։ Դու իմ ասածը թարգմանի։ Այսինքն այն, որ ինքը արդեն 4 անգամ է կրկնում։ Ես չեմ կռվում, մենք ուղղակի փորձում ենք ձեզ օգնել եւ ինքը հասկացավ իր սխալը եւ ասեց կներեք, ասեց ես ուղղակի հիմա ներվայնացած եմ, խնդրում եմ վաղ զանգեք։ Այդ կնոջը ասեց, ուզում եմ ասել, այս կինը ուզում է օգնի, մեկներ է իր ձեռքը։ Պետք է ընդհանրապես հարցին պատասխանի, բայց ինքը կենտրոնացած է իր այդ վատ խնդիրների վրա, անպայման ուզում է մեկին մեղադրի, մեկին մեղավոր հանի, որ ինքը հանգստանա, մունատ կա մեկի վրա։ Եվ այդ սխալները չկրկնենք, փոխենք մեր կյանքը։ Երբ որ խնդրի մեջ ենք, մունատ գալը, մեղավորներ փնտրելը միայն երկարացնում է խնդրը, այլ կենտրոնանանք խնդրի լուծման վրա։ Այսքան տառապանքի մեջ Սաղմոս 2-ն երբեք ոչ մեկի վրա նման չեկավ, մանավանդ Աստծո վրա։ Այլ հասկացավ, ասում եմ, ես իմ խելքից, իմ մեղքերի պատճառով Սաղմոս 2-ն իրեն հեռու է զգում Աստծուց եւ իրեն համատում է միայնակ թռչունների հետ։ Ես նմանվեցի անապատի հավալուսնի ավերակների բույի պես եղա։ Անքուն մնացի եւ կտուրի վրա մենակ ծտի նման եղա։ Անապատի վերաբերյալ հիշատակում ընդգծում է Աստծուց մեկուսացած լինելու զգացում։ Կտուրի վրա մենակ մնացած թռչուն իր բնից, իր հանգստավայրից հեռու է։ Սաղմոս 2-ն հավաքում է Աստծուն, խոր տեղերից, ասես ծածկված է շատ ջրերով եւ խրված է ցեխի մեջ, այսինքն ճահճի մեջ։ Այս պատկերները նկարագրում են մի ճնշող իրավիճակ, որից փրկվել հնարավոր է բացառապես աստվածային միջամտությամբ։ Ոչ թե աստվածային միջամտությունը փրկության միջոցներից մեկն է, ոչ, բացառապես աստվածային միջամտությամբ։ Կարդանք նաև Սաղմոսներ 10-12։ Վեր կաց Տեր, ով Աստված, բարձրացրու քո ձեռքը, մի մոռացիր նեղյալների։ Նաև Սաղմոսներ 22:1
Ով Տեր, ինչու ես հեռու մնում։ No. Աստված իմ, ինչու ես թողել ինձ, հեռու ես ինձ փրկելուց եւ իմ հառաչանքի խոսքերից։ Սաղմոս 27:9 դանդաղեց ավելի լավ է այստեղ բացում։ Սաղմոս 27:9 Քո երեսդ ինձ մի ծածկեր, բարկությունովը ծարատ մեկդի մի ձգեր, ինձի օգնական եղար, զիս մի մերժեր, զիս մի թողուր, ով իմ փրկության Աստվածը։ Այսինքն նեղության մեջ ինչ է անում, խնդրում է, աղաչում է Աստծուն, որ օգնության հասնի իրեն։ Նաև կարդանք Սաղմոսներ 39:12 Ով Տեր, լսե իմ աղոթքս, ու ականջ տիր աղաղակիս, արցունքներս մի անտեսեր, վասնզի քո առջևդ պանդուխտ մնեմ ես, հյուրմը իմ բոլոր նախնիքներում պես։ Այսինքն ուրիշ խոսքերով ասում է Աստված ջան, ժամանակավոր մահկանացու մարդը, խնդրում եմ, ողորմա ինձ։ Ուրեմն հետաքրքիր է եւ հատկանշական է, որ Սաղմոս երգուները չնայած Աստծո թվայցյալ լռությանը, իրանք նախընտրում են չլռել, իրանք անդադ կանչում են Աստծուն, խնդրում են, աղաչում են, Աստված բացակա չէ, Աստված չի, այսքան լռում է, բայց Աստված այնտեղ է եւ դա իրանք լավ գիտեն, նրանք անվերապահորեն հավատում են աղոթքի զորությանը, քանի որ այն ուղղված է կենդանի ողորմած Աստծուն։ Աստված ներկա է, անգամ երբ թվում է բացակայում է, նա նույն Աստվածն է, ով նրանց լսել է անցյալում, ուստի նրանք վստահ են, որ նա լսում է իրենց հիմա։ Աստծո լռության առիթը ստիպել է, որ Սաղմոս երգուները խոստովանությամբ եւ խոնարհաբար քննեն իրենց սրտերն ու որոնեն Աստծուն։ Նրանք գիտեն, որ Աստված մի օր պատասխանելու է, նա հավերժ չի լռելու։ Այսինքն նրանք Աստծո լռության ժամանակ օգտագործում են ինչպես, սկսում են ուսումնասիրել, խորհել իրենց կյանքի մասին, իրենց սխալների մասին, ինչն է սխալ, ինչն է ճիշտ, նաև հիշում են Աստծո ողորմությունը անցյալում, թե ինչպես իրանք նորից նեղության մեջ էին, նորից իրանք խելքից տուժել են, բայց ինչպես Աստված օգնեց նրանց դուրս գալ այդ իրավիճակից, եւ դա ավելի է ամրապնդում նրանց հավատքը, եւ նրանք շարունակում են խնդրել Աստծուն, չնայած թվում է, թե Աստված լռում է եւ հեռու է։ Սաղմոսները ցույց են տալիս, որ Աստծո հետ հաղորդակցությունը պետք է շարունակվի անկախ կյանքի հանգամանքներից։ Հիշենք սա։ Նաև կարդանք Սաղմոս 77-ը, տեսնենք այստեղ չի, այստեղ չի, կանգնել մնացել է, կարդանք գրքից, Սաղմոս 77, Աստուծո կաղաք եմ, իմ ձայնս Աստուծո է, ու ան ինձի բիտ լսե, իմ նեղությանս օրը Տերը փնտրեցի, տեսեք, նեղությանս օրը Տերը փնտրեցի, ոչ թե զբաղվեցի մունատ գալով, ոռնալով ու բողոքելով։ Գիշերը տարածված է իմ ձեռքս, ու չեր թուլնար, իմ անձս մխիթարվիր չի լուսեր, Աստված հիշեցի ու անհանգիստ եղա, խորհեցա ու իմ հոգիս նվազեցավ, իմ աչքերս արթուն պահեցիր, խռովեցա ու չկրծա խոսիլ,
Միտքս բերի նախկին օրերը, հին ժամանակներուն տարիները, հիշերվան մեջ կհիշեմ իմ երկս, իմ սրտիս հետ կխոսիմ ու իմ հոգիսալ կքննեմ։ Տեսեք, Աստված լռում է, որպեսզի մենք սկսենք քննել մեր ներսը, եւ երբեմն չի թողնում, որ մենք քնենք, ինչպես այստեղ է ասված, մեր քունը չի գալիս եւ գիշերը ոչինչ չի խանգարում, հոգսերի մեջ չենք, ինչպես ցերեկը, ժամանակ ունենք մտորելու մեր կյանքի, մեր քայլերի վրա, եւ ինքը մտորում է եւ հիշում է, եւ լավ օրերից, որ ինքը հավատար էր Աստծուն եւ Աստված ողորմած էր իր հանդեպ եւ հիշում է իր սխալները եւ դիմում է նորից Աստծուն։ Արդյոք Տերը հավիտյան պիտի մերժե, ու ալվնավ պիտի չհաչի, միթե անոր ողորմությունը բոլորովին պակսեցա, ու իր խոստումը վերջացավ, ազգի մինչև ազգ, միթե Աստված գթությունը ները մորցավ, միթե բարկությունով արգիլեց իր ողորմությունը, ուստիսի այս է իմ վիշտս, որ բարձրալին այս ձեռքը փոխված է։ Անայնայնիվ այս միթե բառը ցույց է տալիս, որ ինքը հույս ունի, այսքան միթե ոչ, այսքան ինքը հասկանում է, որ ժամանակավոր, կարծես թե Աստված թողել է իրեն եւ հասկանում է, ասում է, սա է միշտը, որ այն չի, որ ես հիմա տարապում, այլ որ Աստված իր աջ ձեռքը, այսքան իր ներկայությունը չեմ զգում, չկա, ոչ թե չկա, այլ ինքը չի զգում։ Տիրոջը գործերը պիտի հիշեմ, հիրավի քո հին օրերու հրաշքները պիտի հիշեմ։ Ուրեմն ինչպես է պայքարում այս ամենի դեմ Սաղմոս 2, բողոքելով եւ տրտմելով եւ հուսահատվելով, ոչ, դեղը դա է, ասում է, ես պիտի հիշեմ, թե որքան ողորմած է Աստված, թե ինչքան բարիքներ է արել ինձ նախկինում, եւ ես գիտեմ, որ Աստված ողորմած է եւ իր խոստումը պահում է եւ հիմա էլ ինձ կփրկի այս վիճակից։ Ասում է, Տիրոջը գործերը պիտի հիշեմ, հիրավի քո հին օրերու հրաշքները պիտի հիշեմ, բոլոր գործերուդ վրա պիտի խորհիմ ու քո ուրացներուդ վրա պիտի մտածեմ։ Եվ այդ ամենը շատ լավ ամրացնում է հավատքը։ Ով Աստված քո ճամփած սրբության մեջ, Աստծո պես մեծ Աստված ով կա։ Հրաշքներն ով Աստվածը դուն ես, քո զորությունը ժողովուրդներու մեջ ցուցուցիր, քո բազակովը փրկեցիր քո ժողովուրդը, Հակոբին ու Հովսեփին որդիները։ Հետո 19 համարի մեջ ասում է. քո ճամփատ մեծ ջուրերի մեջ է ու քո շավիղները չեն երևիր։ Հոտի պես քո ժողովրդիդ առաջնորդվեցիր Մովսեսին ու Արոնին ձեռքով։ Այսինքն ինչ է նշանակում, որ ասում է շավիղները չեն երևիր, այսինքն մեր հասկացողությանը հասու չէ, թե ինչու է Աստված այդպես վարվում այսօր։ Մեր բանականությունը չի կարող ըմբռնել դա։ Եվ ասում եմ, ոչ ոք չի կարող քեզ թելադրել, թե ինչ անել։ Դու միայն գիտես այն ճամփան, որով կարող ես մեզ փրկել։ Եվ եթե հիմա կարծես թե հեռու ես կանել, կասես թե լռում ես, դա իմ օգտի համար է, որ ես հասկանամ, թե կանգնեմ այն սխալ ճանապարհի մեջ, որի մեջ գտնվում եմ։ Աստված շատ անգամ, երբ որ թույլ է տալի, որ մենք հիվանդանանք, իհարկե մեր խելքից ենք հիվանդանում, բայց դա թույլ տալով նա օգտագործում է դա, որպեսզի մեզ կանգնացնի սխալ ճանապարհի մեջ, կամ մի խոչընդոտ է լինում, կամ նեղություն է լինում։ Դա Աստծո միջոցներն են, այսքան ոչ թե Աստված ուզում է դա, այլ նա օգտագործում է այդ ամենը, որպեսզի մեզ օգնի նորից ճիշտ ճանապարհի մեջ կանել։ Ուրեմն երբ որ ինքը ասում է հիշում եմ քեզ, նոր կարդացինք եւ նվաղում է հոգիս, եւ այստեղ եբրայերեն համահ բառն է, որ նշանակում է անհանգստություն, որ նշանակում է փոթորիկ ջրերի ծովի վրա, որտեղ Սաղմոսներ 46:3-ում այդպես է գրած, այդ բառն է գրած, այսինքն նույնիսկ երբ որ քո հոգին փոթորկված է, նույնիսկ երբ որ փոթորիկ է քո կյանքում, ինչ պիտի անես։
դիմես Աստծուն, ժամանակ չկորցնես, բողոքների, մունացների և ողբասացության վրա, ռուսերեն ասում են «Պրիչիտանիա», կամ վայ ես սենց լավն եմ, Աստված ես ինչ արեց իմ գլխին վրա, նո, մի խաբեք ինքներդ ձեզ, ուղղակի դիմեք անմիջապես նրան, ով կարող է ձեզ օգնել, և նույնիսկ երբ որ Աստված կարծես թե լռում է, նշանակում է, որ մենք ինչ-որ բան չենք հասկացել դեռ, դրա համար էլ Աստված դեռ լռում է, և դրա համար նորից պիտի շարունակենք Աստծուն կանչել և նրա օգնությունը աղաչել և նաև մտորել նրա բարության մասին և մեր սխալների մասին և իրապես ապաշխարել մեր սխալներից։ Միթե ասում է Աստված փոխվել է։ Ուրեմն երբ որ Սաղմոս 2-ն հիշում է, թե անցյալում Աստված ինչքան, երբ որ Աստված ներկա էր, ինչքան լավ էր իր կյանքը, և հիմա նա շատ տխրում է և մտածում է, միթե Աստված փոխվել է, միթե չի վերադառնալու իմ մոտ երբեք, բայց չի կորցնում իր հույսը, հիշելով Աստծո բարությունը և հետևաբար պայքարում է, որ մերժի այս եզրահանգումը, որ Աստված փոխվել է, էլ չի օգնի։ Եվ մենք էլ ամբողջ ուժերով պետք է մերժենք այդ եզրահանգումը, որ Աստված փոխվել է, որ նա մեզ չի օգնի, նույնիսկ երբ որ մենք մեղավոր ենք, միևնույն է, Աստված ուղղակի ուզում է, որ մենք հասկանանք, մեր սխալը ապաշխարենք և դրանից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ուրեմն նաև Աստված Սաղմոս 2-ն օգտագործում է գիշերային ժամերը, որպեսզի մտորի իր սխալների մասին, Աստծո ողորմության մասին, և այդ ամենը ամրապնդում է նրա հավատքը և նոր իմպուլս է տալի նրա հավատքին, և նա ավելի ուժգնությամբ, ավելի հույսով է սկսում աղոթել Աստծուն։ Ուրեմն մենք երբեք չենք կարող հասկանալ Աստծո առաջնորդությունը, բայց պետք է վստահենք այդ առաջնորդությունը յուրաքանչյուր իրավիճակում, որտեղ մենք գիտենք, որ մենք ունենք ողորմած Աստված։ Եվ վերջում կարդանք, վերջում չէ, մինչև վերջը Սաղմոսներ 37, 1-8, Սաղմոսներ 37, 1-ից 8 համարները, ինչի մասին է։ Okay, այո, սա շատ կարևոր գլուխ է, որտեղ երբեմն մենք ինքներս ենք այսպես մտածում, չարերուն համար մի նեղանար, անօրենություն գործողներուն մի նախանձիր, վասնզի անոնք խոտի պես շուտով պիտի կտրվին ու կանանչ խոտի պես պիտի չորնան։ Տիրոջը հուսա ու բարությունը ռե, երկրին վրա բնակ է ու ճշմարտության մեջ արածիր ու Տիրոջը ուրախացիր, քանզի անիկա կուտա քեզի քու սրտից խնդրվածքները։ Մի հայացքդ հառիր ուրիշների չարություններին և մի դատիր ինքդ քո մեջ, ես մարդ այսքան չարություն անում, բայց Աստված իրան հանդուրժում է և այլն և այլն։ Այլ ինչ խորհուրդ է տալիս Սաղմոս 2-ում։ Ասում է Տիրոջը ուրախացիր։ Ուշադրություն դարձրատես ոնց Աստված քեզ օգնում, ոնց է քո խնդրանքները կատարում։ Տիրոջը հանձնե քո ճամփատ ու անոր հուսա ու անիկա պիտի կատարե։ Ու դուրս պիտի հանե քո արդարությունը լույսի պես ու քո իրավունքդ կեսօրվան պես։ Տիրոջը համբերե ու անոր սպասե և մի նախանձիր իր ճամփուն հաջողությամբ գնացողին ու խաբեություն ունող մարդուն, դադարե բարկութենե ու սրդողիլը վերջացուր, մի նեղանար, որ չարությունն էլ չփորձվիս։ Տեսեք ինչ լավ խորհուրդներ է, լավ կլինի, որ մենք անպայման հետևենք այս խորհուրդներին,
49 Սաղմոս 5-7 համարները։ Ինչու վախնամ չար օրերու մեջ, երբ դարանակալները անօրենությունը 4 կողմս կպատե, իրենց զորությամբ հուսացողներեն ու իրենց հարստությանը շատությունով հպարտացողներեն, մեկը բնավ չի կրնար փրկել իր եղբայրը, ոչ էլ անոր փրկանքը Աստծո հատուցանել։ Այսինքն կապ չունի թե ինչքան հարուստ ես դու, երբ որ նեղությունը գալիս է եւ դու չես կարողանում այդ հարցը լուծել փողով, ուրիշ ելք դու չունես։ Եթե չկանչես Աստծուն, եթե չապաշխարես, չթողես քո մեղավոր գործերը, վատ գործերը, չար գործերը եւ չխնդրես Աստծուն փրկել քեզ։ 94 3-7 համարները Ով Տեր, մինչև երբ ամբարիշները պարծենան, գոռոզության բարբառելով խոսին ու բոլոր անօրենություն գործողները պարծենան, ով Տեր, անոնք քու ժողովուրդդ կհարստահարեն ու քո ժառանգությունը կչարչարեն, որբևարին ու պանդուխտը կսպաննեն ու սրբերը կմերցնեն ու կսեն, Տերը չի տեսներ ու Հակոբին Աստվածը չի մանար։ Եվ նաև կարդանք Սաղմոսներ 125-3-ը։ Վասնզի ամբարշտին գավազանը արդարներուն վիճակի վրա պիտի չմնա, որպեսզի արդարները ձեռքերնին անօրենության չիրկնցնեն։ Այս Սաղմոսներում գանգատ կա ամբարիշների բարգավաճման վերաբերյալ, եւ այդ փաստը մարտահրավեր է արդարների համար, ամբարիշները ոչ միայն բարգավաճում են, այլև երբեմն բացահայտ արհամարում են Աստծուն եւ ճնշում ուրիշներին։ Շփոթեցնող հարցն այն է, որ մինչ ամբարիշների գավազանը տիրում է աշխարհին, Աստծո թագավորության գավազանը կարծես տապալվում է, կարծես թե։ Ուրեմն ինչու չհանձնվել եւ չկանգնել չարի կողմը, ինչպես վարվում են մյուսները։ Կարդանք 73 գլխի 1-20 համարները։ Սաղմոս 73 1-20։ Սա շատ հետաքրքիր գլուխ է եւ ուշադիր լսենք, որտեղ նման մտքեր մենք էլ ենք շատ ունենում։ Հիրավի Աստված բարի է Իսրայելի, այսինքն սրտով մաքուր եղողներում։ Լսեք, համարը այսպես ասում, գլուխը այսպես ասում. սրտով մաքուր եղողների հանդեպ Աստված բարի է։ Բայց տեսեք ինչ ասում, բայց քիչ մնաց, որ իմ ոտքերս ծռեին, ու մազ մնաց, որ իմ քայլերս այթաքին։ Վասնզի նախանձեցա հպարտներուն, երբ ամբարիշներուն հաջողությունը տեսա, քանզի իրենց մահվան ժամանակն էլ ցավ չունեն։ Այսքան հեշտ ապրում են, հեշտ մեռնում են։ Մարմինինն էլ պարարտ է, անոնք ուրիշ մարդոց նման նեղության մեջ չեն, եւ ուրիշ մարդոց պես չեն տանջվիր։ Գիտեք, սա ընդհանրապես մակերեսային դիտարկում է։ Այսինքն դու երբեք չգիտես այդ մարդու կյանքը, դու չգիտես այնտեղ ինչ է կատարում։ Դրսից այդպես է թվում։ Անուր համար վզնոցի պես ամբարտավանությունը զանոնք կշրջապատե, բռնությունը հանդերձի պես զանոնք կծածկե, անոնց աչքերը պարարտութենեն դուրս կելեն եւ սրտի խորհուրդներեն անդին կանցնին, ծաղր կնեն ու չարությունով կխոսին, բռնության համար հպարտությունով կխոսին, բերանին երկնքի դեմ կդնեն ու իրենց լեզուն երկրի մեջ կպտտի։ Ինչ հետաքրքիր է գրած, այսինքն երկար լեզու ունեն, Աստծո դեմ խոսում են եւ երկար լեզու բարձենում են։ Ու կսեն, Աստված ինչպես կրնա գիտնալ, բարձրալին քով գիտություն չկա։ Գիտություն կա, ահա ասոնք են ամբարիշները միշտ հաջողություն ունին ու հարստություն կավերցնեն, հիրավի զուրտեղը իմ սիրտս մաքրեցի ու իմ ձեռքերս անմեղությունով լվացի, որտև ամեն օր կտանջվիմ ու ամեն արտու կխրատվի։ Այսինքն հեշտ չէ արդար ապրել անիրավ աշխարհում,
Եվ երբ որ ասում եմ, թե անիրավները ինչպես են բարգավաճում, եւ փող հավաքողները, որտեղ այստեղ ասում են իրանց հարստությունը ավելացնում են։ Այսինքն իրանց ուշքը միտքը է իրանց հարստությունը ավելացնեն։ Եվ ասում է, կարծես թե հուսահատվեցի, որտեղ արդար դառնալը հեշտ չէ, շատ դժվարությունների ցավերի միջով է անցնում, բայց ասում է սրանք ոչ ցավ ունեն, ոչ դարդ ունեն, իրանց համար ապրում են, հետո նույնիսկ վերնելու ժամանակ էլ չեն տանջվում, բայց իրոք սա ոչ օբյեկտիվ կարծիք է, որովհետև շատ հարուստներ են մեռնելու ժամանակ տանջվում, այսինքն մահաց ու հիվանդություններից կամ այլն։ Եվ եթե ասեի, ես այսպես պիտի խոսիմ քո որդիների նենգություն ըրած պիտի լայ, երբ խորհեցա ասիկա իմանալու մասին դժվար թված իմ աչքերին, այսինքն ես չեմ հասկանում, ասում նայում եմ ու բանականությունը չի ըմբռնում, թե ինչի է այսպես, մինչև որ, ասում չի հասկանում, ինչի է այսպես, ինչի է այս անարդարությունը, ինչի է, որ արդարության ձգտող մարդ այդքան տանջվում է, իսկ այն մարդը, որ չի ձգտում արդարությանը, նույնիսկ ավելին ապստամբել Աստծոդեն եւ բացահայտ ծաղրում Աստծուն, կարծես թե բարգավաճում է։ Բայց ասում է պատասխանը ստացա, մինչև որ Աստծո սրբարանը մտա անոնց վախճանը իմացա։ Իրավամբ դուն զանոնք սահուն տեղեր դրեր ես, կործանման մեջ իջեցուցիր զանոնք, ինչպես հանկարծակի ավելունքի մեջ ընկան, հատան ու վախերով կորսվեցան։ Ինչպես երազմը մարդուն արթնալ են հետո, այնպես ովտեր քաղաքին մեջ անոնց պատկերը պիտի անարգես։ Այսինքն, երբ որ Աստված տեսնում է, որ Ասափը այսքան նեղված է եւ բողոքում է, եւ երբ որ մտնում է սրբարանը, Ասափը, Աստված իրան տեսիլք է ցույց տալի, թե ինչ է այդ մարդկանց վերջը, այդ բարգավաճող մարդկանց վերջը։ Եվ տեսնում է Ասափը, որ նրանց կործանումը մի վայրկյանում է գալիս։ Եվ նոր հասկանում է Աստծո ճամփաները, այսինքն Աստված ժամանակ է տալիս այդ մարդկանց, որոնք կուրացած են չարության մեջ, բայց երբ որ նրանք չեն օգտագործում այդ հնարավորությունը Աստծո տված, ցավոք նրանց կորուստը չի ուշանում։ Ինչպես թվում է մեզ, երբեք չի ուշանում նրանց կորուստը։ Եվ 27 համարը նույնիսկ այս հիմիկվա կյանքում նրանք շատ դժբախտություններ են տեսնում։ Վասնզի ահա անոնք քեզ մեկը հեռանան կկորսվին, դուն կսատկեցնես ամենքը, որ շնություն կնեն քեզ մե մոլորվելով։ Այսքան Աստծուց մոլորված մարդիկ կործանվում են։ Եվ առաջին Պետրոս 1:17 կարդանք, առաջին Պետրոս 1:17 Եթե հայր կկոչեք զանիկա, այսքան Աստծուն, որ առանց աչհարության կդատե ամեն մեկը իր գործին համեմատ, ուրեմն ձեր պանդխտության ժամանակը վախով անցուցեք։ Այսինքն մի նայեք նրանց ու նախանձեք, այլ հասկացեք, որ իրանց վերջը լավ չի եւ ձեր կյանքը Աստծո վախով անցկացրեք։ Ուզում եմ մի դեպք հիշել,
Այսինքն մինչև այդ դեպքը ասելը այս 73 սաղմոսում մենք տեսանք, որ Աստված ուզեցավ ասել Ասափին, որ դու ամեն ինչ տեսնում ես մակերեսային, կիսատ, եւ իրան ցույց տվեց ամբողջ պատկերը, եւ նոր հասկացավ Ասափը, ինչ է տեղ ունենում։ Եվ մտնում է սրբարան, Աստծո գերագույն իշխանության վայրը, այնտեղ հիշեցում է տեսնում, որ այսօրը խճանկարի մի մասն է միայն եւ նա պետք է մտածի վերջի մասին, երբ ամբարիշները կկանգնեն Աստծո դատաստանի առաջ։ Այն փաստը, որ Սաղմոս 2-ն հասկանում է այս ճշմարտությունը, սրբարանում եւ խոստովանում իր նախկին անմտությունը ցույց է տալիս, որ իրականությունը կարելի է ըմբռնել միայն հոգեվոր խորաթափանցությամբ, ոչ թե մարդկային տրամաբանությամբ։ Մեր տրամաբանությամբ մենք երբեք չենք հասկանա, չփորձենք այդ մասը հասկանանք, այլ միայն Աստված գիտի, թե ինչ է անում այս աշխարհում, եւ իհարկե նման մարդկանց, չար մարդկանց դեռ այս աշխարհում շատերը շատ վատ բաներ իրենց հետ պատահում, օրինակ մի օրինակ հիշեմ, որ երբ որ ես Երևանում էի եւ 90-ական թվականներն էին առաջ սկիզբը եւ պատերազմ էր եւ Երևանում չկար լույս եւ այլն, տրանսպորտ նույնիսկ չկար, եթե մի տեղ գնայր, պետք է ձմեռվա ցրտել եւ շատ ցուրտ ձմեռ արեց այդ տարին, եւ մեր փողոցները այսպես իջնում էր, ամբողջ սառույց էր, չի կարա քայլել, բռնվելու տեղը չկար, լայն փողոց էր եւ զգուշ տոտիկ իջնում էր, բայց ուրեմն փողոցի վերջում մի տուն կար, որ շատ հարուստ տուն էր եւ մի մարդ էր, որ բիզնես ուներ եւ շատ կարճ ժամանակում ինքը պատկերացնում եք բոլոր մարդիկ վատ վիճակում, նույնիսկ սովեր, եթե դրսից օգնություն չի լիներ, ով որ հիշում է դա, մարդիկ չէին նույնիսկ կարող էին սովից մեռնել։ Եվ այդ վիճակում այս մարդը շատ կարճ ժամանակում մի հատ լավ սիրուն տուն սարքեց, 2 հարկանի, շատ թանկ եւ մի քանի հատ թանկ ավտոմեքենաներ ուներ։ Եվ գիտեինք, որ ինքը ուղղակի իր աշխատավորների փողը չէր տվել եւ նրանց ողբերգության, նրանց թշվառության հիման վրա սարքել էր իր տունը, իր հարստությունը եւ մի օր դժբախտություն տեղ ունեցավ, ինքը տղա եւ աղջիկ ուներ, տղան երևի 21-22 ջահել տղա էր։ Մի օր տղան այդ ավտոներից մեկով արագ քշել է եւ տարագության մեջ մտել է շատ մեծ մեքենայի մեջ եւ մի վայրկյան մահացել է, այսինքն նույնիսկ իր մնացորդները չգտան։ Եվ իհարկե ցավ էր ծնողների համար եւ թաղումն էլ եղավ եւ դիմացի հարևանը, որ աշխատող մարդիկ էին, ինքն էլ ամուսինն էլ 50-ից անց էին, տարեցին եւ ամեն օր ոտքով գնում էին գործի եւ այդ կինը եկավ մեր տուն, ասեց տեսար ինչ եղավ, այնքան անարդար ապրեց այդ մարդը, վերջի իր զավակը կործանվեց, վերև Աստված կա, ասի, գիտեք, պետք չի մարդու դժբախտության վրա ուրախանալ։ Երբ որ Հիսուսին եկան աշակերտները, ասեցին, այն աշտարակը փլվեց դրանց վրա, կոտորվեցին, Հիսուսը ասեց, կարծում եք իրանք ձեզնից վատն էին դրա համար, չի ասեց, եթե դուք էլ չափ աշխարհ եք, նույնը գալու է ձեր գլխին։ Այսինքն երբեք պետք չի ուրախանալ, թեկուզ չար մարդու դժբախտությամբ, այլ ուղղակի աղոթել Աստծուն, որ այդ մարդը խելքի գա եւ փոխի իր ճամփաները եւ ընդունի Աստծուն իր սրտի մեջ եւ բարի մարդ դառնա։ Ասածս ինչ է, որ Աստվածը ասում է, չէ, մի խաբեք ձեզ, ինչ որ ցանեք, դա էլ կհնձեք։ Չի կարելի այդ աստիճանի դաժան լինել եւ թքած ունենալ ուրիշ իր քո աշխատավորների վիճակի վրա եւ իրանց դժբախտության շնորհիվ քո կյանքը բարգավաճել, դա չգիտեմ, իմ ուղեղը միշտեղ չի անում։ Այնուամենայնիվ ոչ միայն այդ հարուստ մարդիկ են մեղավոր չար, այլ նաեւ մյուս մարդիկ էլ, ովքեր հարուստ չեն, ունեն իրենց մեղքերը եւ դրա համար պետք չէ կենտրոնանալ
այսպես կոչված կյանքի անարդարությունների վրա, այլ թողենք Աստծուն ամեն ինչ։ Ինչպես կարդացինք Սաղմոսի մեջ, ասում է դու Աստծո բարությունը հիշիր քո կյանքում, Աստծուն փառք տուր, տես ինչքան Աստված քո խնդրանքներին պատասխանում է, ինչքան լավ բաներ է անում քո համար, ուշադրությունդ մի շեղի ուրիշների վրա, քեզ դատավորի մետեղ մի դիր, այսինքն ինչի ես մարդը չարություն անում, բայց բարգավաճում է, չնայած մարդ ես եւ հնարավոր չի այդպիսի հարց չտալ, երբ որ այդ ամեն ինչը տեսնում ես եւ ինչպես ասավ, բայց Աստված ցույց տվեց նրան, որ քո կարծիքը սուբյեկտիվ է։ Ուրեմն, ինչպես Սաղմոս երգուները բոլոր ժամանակների Աստծո ժողովուրդը հաճախ զարմանում է, թե ինչպես երգել Տիրոջ երգերը օտար երկրում, այսքան մի երկրում, որտեղ կարծես թե երգելու պատճառ չկա, ամբողջ չարությունը եւ մեղք, Տիրոջ գերագույն իշխանության հանդեպ մեր հավատը երբեմն լրջորեն վիճարկվում է եւ մենք կարող ենք մտածել արդյոք Աստված վերահսկում է ամեն բան, իսկապես նա այնքան հզոր ու բարի է, ինչպես նկարագրված է Սուրբ գրքում։ Աստվածաշնչյան հավատը հաճախ ենթադրում է անորոշություն ու կասկած, նույնքան հաճախ էլ վստահություն ու հավաստիացում։ Երբեմն անորոշություն ու կասկածը հատկապես չարիքի եւ Աստծո թվացյալ բացակայության պայմաններում կարող են գրեթե անտալելի լինել, սակայն անորոշություն բառը ոչ մի ընդհանուր աղերս չունի Աստծո, նրա սիրող, արդար ու վստահելի բնավորության հետ։ Սաղմոս երգուները կարող են չտեսնել ապագայի որոշակիությունը, սակայն հաճախ են դիմում Աստծո անմնացորդ սիրուն ու հավատարմությանը։ Իրանք չգիտեն իրանց արջև ինչ է, բայց մի բան լավ գիտեն, որ Աստված ողորմած է եւ սիրող եւ հավատարիմ։ Հետևաբար, մենք պետք է հետևենք նրանց օրինակին, կարդանք վկայություններ եկեղեցու համար, հատոր 5:579, կենտրոնացրու բոլոր ուժերդ, նայելու վերև, ոչ թե ներքև քո դժվարություններին, այդ դեպքում երբեք չես շեղվի ճանապարհից։ Շուտով կտեսնեք Հիսուսին, ամպի հետևում, որ մեկներ է ձեռքը ձեզ օգնելու համար, եւ այն ամենը, ինչ դուք պետք է անեք, պարզ հավատքով հասնելն է նրան եւ թույլ տալ, որ նա առաջնորդի ձեզ։ Այսինքն թույլ տալ նրան, որ խնդրումը լուծվի։ Այլ ոչ թե կենտրոնալ ձեր բողոքների վրա եւ ողբերգասացության վրա։ Գիտեք, կան մարդիկ մի փոքր բան էլ լինի, պրոբլեմ, մի փոքր, այնքան կուրճացնեն, այնքան վայ կասեն, վայասություն կդնեն, որ ավելի կմեծացնեն այդ պրոբլեմը, քան թե որ կա։ Երբեք վստահել Հիսուսի հանդեպ հավատի միջոցով կսկսեք նաև լիահույս լինել։ Եվ նաև այն ժամանակները, երբ Աստված թաքցնում է իր երեսը, չեն նսեմացնում աղոթքի արդյունավետությունը, ընդհակառակը, նման դեպքերում Սաղմոս երգուները քննում են իրենց սրտերը, վերհիշում անցյալում Աստծո կատարած փրկարար գործերը եւ խոստովանությամբ ու խոնարհ աղոթքներով խնդրում են Աստծուն։ Եվ վերջում կարդանք Էլեն Ուայթի վկայությունների եկեղեցու համար հատոր 3:555, այսինքն 555, հավատն աճում է հակասության մեջ մտնելով կասկածների եւ հակադիր ազդեցությունների հետ։ Այս փորձությունների ժամանակ ձեռք բերված փորձն ավելի արժեքավոր է, քան ամենաթանկարժեք զարդերը։ Ուրեմն, երբ որ մենք անցնում ենք ձախորդությունների, հիվանդությունների, նեղությունների միջով, մենք առավելություն ունենք մեր հավատքը այնքան ամրացնելու, այնքան Աստծո հետ մոտիկանալու այդ վատ օրերում, որ այն ավելի արժեքավոր է դառնում, քան թե զարդը, քան թե ադամանդը։ Ուրեմն թող Աստված մեզ օգնի, որ այս դասերը շատ խորը նստեն մեր սրտում, եւ երբ որ մենք գտնվում ենք նեղության, հիվանդության կամ ձախորդության մեջ, մեր էներգիան, ինչպես շատ անգամ ասել եմ, մեր էներգիան, մեր ջանքերը չվատնենք բողոքի,
ողբասացության վրա, դա ավելի կվատացնի մեր վիճակը, կամ ինքնա գովասանքի վրա, մենք լավն ենք, բայց Աստված դաժան է, մեզ էսից բան եղա, ոչ, մի խաբեք ինքներդ ձեզ, ոչ մեկ լավ չի բացի Աստծուց, և ինչպես ասում Աստված բայց շունչը, որ ոչ մեկ բարի չէ բացի Աստծուց, և ուրեմն, երբ որ մենք նման դժվարին իրավիճակում ենք, և մեզ թվում է, որ Աստված թողել է մեզ, և լռում է, չդադարենք հուսալ, չդադարենք խոսել Աստծու հետ, չդադարենք խնդրել Աստծուն, որտեղ մենք ուրիշ ալտերնատիվա չունենք։ Նորից կրկնեմ ինչ որ սկզբում ասացի, մյուս ալտերնատիվան սատանան է, անհուսությունը, հուսահատությունը, երբ որ մենք ընկնենք դրա մեջ, սատանան օգտվում է դրանից եւ շատ վատթարացնում է, ավելի վատթարացնում է մեր վիճակը եւ նրա ուզածն հենց այդ է։ Դրա համար, ինչպես կարդացինք, ամեն ջանք թափենք, որ հուսահատության մեջ չընկնենք, այլ հիվանդության մեջ, անքնության մեջ, հիշենք Աստծո բարի գործերը, հիշենք Աստծո ողորմությունը, հիշենք մեր մեղքերը ու սխալները եւ ապաշխարենք դրանցից եւ որպես դրա արդյունք մենք փառք կտանք Աստծուն եւ որպես փառաբանության արդյունք մեր բժշկությունը կարագանա, մեր վերականգնումը կարագանա եւ մեր նեղությունները կվերջանան։ Թող Աստված մեզ օգնի եւ ամբողջ շաբաթ այս բարի լիցքով անցկացնենք Աստծուն հուսալով եւ հիշելով, որ մեր Աստված ողորմած է, Աստծո ողորմության մինչեւ մյուս շաբաթ։